Այսօր հանդիսավորությամբ բացվել է պետական բյուջեի միջոցներով կառուցված Գյումրու Զանգակ մանկապարտեզը։ Միջոցառմանը ներկա են գտնվել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։ 30 տարի սպասել են, որպեսզի ունենան քարաշեն ժամանակակից, կահավորված մանկապարտեզ, որպեսզի մեր երեխաները պետք է հաճախեն, կրթվեն։ Նշենք, որ Զանգակ մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, նախատեսված է 75 երեխայի համար։ Կոնկրետ այս մանկապարտեզը կառուցվել է ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով, իսկ ընդհանուր առմամբ կառավարության համար գերակա ուղղություններից մեկը հանդիսացող 500 մանկապարտեզների եւ 300 դպրոցների կառուցման ծրագրի ֆինանսավորման աղբյուրները մի քանիսն են։ Այդպիսի մանկապարտեզներ կառուցվում, նորոգվում կամ հիմնանորոգվում են պետական սուբվենցիոն ծրագրի միջոցով, համայնքների եւ պետության համաֆինանսավորմամբ։ Այստեղ կուզեմ ասեմ, որ սա այն ծրագրերից է, որտեղ պետական համաֆինանսավորման թիվը գերազանցում է 70 եւ ավել տոկոսը, կախված համայնքի դիրքից, մայրաքաղաքից, հեռավորությունից եւ այլ պայմաններից։ Շենքը երկհարկանի է, ունի բոլոր հարմարություններն ու անհրաժեշտ գույքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 207 միլիոն 998 հազար դրամ է կազմել։ Պաշտոնյաներն ընդգծում այն ենթակառուցվածքների հիմնանորոգման գործում կառավարության հստակ դիրքորոշում է։ Բացի այն շենքային պայմանները, որը կառուցում են, նաեւ Շիրակի մարզի թվով 20 մանկապարտեզների գույքի համալրման համար կառավարությունը հատկացրել էր մոտ 460 միլիոն եւ այդ շրջանակներում նաեւ մանկապարտեզները, որոնք զրոյից են կառուցված եւ մանկապարտեզները, որոնք շահագործվում են, այդ մանկապարտեզների գույքն է ամբողջությամբ ապահովել։ Դա մեր նախընտրական ծրագիրն է եղել, մեր կառավարության ծրագիրն է 500 մանկապարտեզ, 300 դպրոց եւ մենք հետեւականորեն շարժվում ենք առաջ այդ քայլերով։ Այսօր մանկապարտեզի նորամուտը նշեցինք, շնորհավորում եմ այդ առիթով մեր բալիկներին, ովքեր հաճախելու են այստեղ։ Իդեպ այս Զանգակ մանկապարտեզը 75 սաներ կարող է ունենալ, հագեցված է ամեն ինչով, անկողնուց, սպասքից, խոհանոցային պարագաներ։ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը նշում է, որ ոչինչ չեն խնայելու երեխաների համար։ Ավելին 2026 թվականից Գյումրու բոլոր մանկապարտեզները դառնալու են անվճար։ Ես համոզված ասում եմ, այո, լինելու է անվճար։ Ընդամենը մոտ հաշվարկներով, մոտարկված հաշվարկներով ամսական 15 միլիոն դրամի կարգի ծախս է, որը բնականաբար Հայաստանի երկրորդ քաղաքը Գյումրին կգտնի 15 միլիոն դրամը։ Զանգակ մանկապարտեզը նախկինում տնական պայմաններում է գործել, թաղամասում նոր ու բարեկարգ պայմաններին վաղուց են սպասել։ Մեր վաղձանգը կատարվեց, մենք ի վերջո մեր երեխաները հաճախելու են այսպիսի լուսավոր մանկապարտեզ, չէ որ մանկապարտեզից է հիմնակարը կրթության։ Նշենք, որ առաջիկայում Գյումրիում 2 նոր մանկապարտեզ կկառուցվի, մեկը բուլվարային թաղամասում, մյուսը Երևանյան խճուղում։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։